Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով Հայաստանում նախորդ տարի գրեթե գնաց չի եղել։ Շատ լավ նորություն է, բայց մտածում եմ դրա մասին ու մոտս մի պահ հարց է առաջանում։ Ինչ։ Այս ինչ ասում։ Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում 2024-ին 0.3% գնաճ է ֆիքսվել, ինչը շատ ավելի ցածր ցուցանիշ է, քան միջինում ամբողջ աշխարհում։ Այսինքն ապրանքների գների աճ գրեթե չի եղել, բայց ո՞նց է ստացվում, որ մեզանից յուրաքանչյուրն իր գրպանի պարունակությունը հաշվելով սեփական մաշկի վրա զգում է այդ գրողի տարած ամենօրյա գնաճի ազդեցությունը։ Ասենց էլ անորոշ վիճակ կլինի արա։ Միջազգային կազմակերպությունը մեզ երիշի տեղ է դնում, թե մենք ինչ-որ բան չենք հասկանում։ Իրականում վիճակագրությունը ճիշտ է, հարցն այն է, թե ինչպես է այն կազմվում։ Սովորաբար մի քանի 100 սպառման ապրանքների մասին տվյալներ են վերցնում եւ հաշվում, թե որքան են դրանք թանկացել տարվա ընթացքում։ Օրինակ հագուստի որևէ տեսակ կարող է նույնիսկ էժանացած լինել, բայց հացը կամ շաքարավազը 10-20%-ով թանկացած։ Տոկոսները գումարում հանում են, բաժանում են դիտարկված ապրանքների թվի վրա եւ վուալա, ստացվում է գնաճի ընդհանուր ինդեքսը, որը չափազանց ցածր է։ Այս ժողովուրդը մեղք է, հացի փող չունի, մի կերպ ծերը ծերին է հասցնում։ Ո՞նց են անելու։ Միտինգ են դուրս գալու։ Բայց եթե դիտարկենք միայն առաջին անհրաժեշտության ապրանքների դաշտը, լրիվ այլ պատկեր կստացվի։ Մարդիկ, ովքեր բացառապես լուծում են սննդի խնդիր, կփաստեն օբյեկտիվ պատկերն այդ դաշտում, իսկ օբյեկտիվ պատկերը տխուր է։ Առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում վերջին տարիներին ուղղակի աղետալի գնաճ է։ Դու էլ ոնց որ մի ամիտ ալնես այդ ցավը տանեմ։ Լավ էլ ապրում են, որ ուզում ես իմանաս, մեզնից էլ լավ են ապրում։ Փորձեք հիշել սա։